Իրականում ԿԹՄ-ի ունեցած տեղեկություններով վաղը Գյումրիում մեծ բողոքի ցույց է սպասվում։ Գյումրեցիները պատրաստվում են փակել Գյումրու կենտրոնական փողոցներից մեկը Սայաթ Նովա փողոցը դրամատիկական թատրոնի հատվածում։ Ըստ որոշ տեղեկությունների, այդ ակցիային կմիանան նաև դերասաններ։ Բանն այն է, որ թատրոնի դիմացի գծանշումների վրա պարբերաբար ավտովթարներ են տեղի ունենում։ Բնակիչները պահանջելու են հանել այդ հատվածում գծանմուշները։ Այսօր հերթական ավտովթարն է գրանցվել, այս անգամ հունահռոմեական ոճի գյումրեցի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի եղբոր մասնակցությամբ։ Մեր ունեցած տեղեկություններով մեքենան, որը վարել է հայտնի մարզիկի եղբայրը, երկու մանկահասակ երեխաների է վթարի ենթարկել քաղաքի կենտրոնում։ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը մեծ զրույցում հայտնեց, որ Գյումրիի քաղաքի այդ հատվածում վրաերթ է տեղի ունեցել։ Սարգսյանն ասաց, որ վթարի հետևանքով երկու երեխա տեղափոխվել են հիվանդանոց, նշված էր լրատվականի նյութում։ Այս լուրի համացանցում կայծակնային արագությամբ տարածվելուց հետո Star News-ը կապ հաստատեց լեգենդար մարզիկի եղբոր Ռաֆայել Ալեքսանյանի հետ դեպքի մանրամասները հասկանալու համար։ Ռաֆայելը մեծ զրույցում նշեց, որ վրաերթ տեղի չի ունեցել։ Զուտ երեխաներից մեկը կպել է մեքենայի կողային հայելիներից մեկին, որից հետո Ռաֆայելի պնդմամբ նրանք գնացել են հիվանդանոց։ Հիվանդանոցում զննում անցնելուց հետո վերադարձել ենք հետ։ Որևէ մեկին որևէ բան չի պատահել։ Երեխաների առողջությանը ոչինչ չի սպառնում։ Ինչ վերաբերում է բողոքի ցույցին, մեր ունեցած տեղեկություններով դա այն պատճառով է, որ նշված վայրում շատ են լինում նման դեպքեր, եւ քաղաքացիները այդ բողոքի ցույցով փորձում են գրավել պատկան մարմինների ուշադրությունը։ Իսկ մեզ մնում է նաև հավելել, որ Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ է, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 7-ակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն։ Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում։ Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։ 2007-ից 2010 թվականներին հանդես է եկել պատանեկան առաջնություններում։ 2010 թվականին դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր եւ աշխարհի չեմպիոն։ Պատանիների 84 կիլոգրամ քաշային կարգում։ 2011 թվականին Արթուրը տեղափոխվեց ավելի ծանր քաշային կարգ։ Հայաստանի առաջնություններում հաղթելուց հետո նա համալրեց Հայաստանի ազգային հավաքականի շարքերը։ 2011 թվականին նա նաև Հայաստանի սպորտի վարպետի կոչմանն է արժանացել։ Նրա մեկնարկային առաջնությունը Դորտմունդում կայացավ Եվրոպայի առաջնությունում, որտեղ նա հասավ մինչև եզրափակիչ, սակայն պարտվեց բելառուս Մատվեյ Զեյչենկոին։ 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում նա նվաճեց ոսկե մեդալ։ Այդ առաջնության ընթացքում նա հաղթեց 5 գոտեմարտում, մրցակիցներին տալով ընդամենը 1 միավոր։ Ապա Արթուրը հաղթեց Սոֆիայի լիցենզիոն առաջնությունում եւ ստացավ Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու բացառիկ իրավունքը։ Կիսաեզրափակչում Արթուրը պարտվեց ապագա օլիմպիական չեմպիոնին, բայց հետագայում հաղթելով Թուրքիան եւ Կանադան ներկայացնող մարզիկներին նվաճեց բրոնզե մեդալ։ Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցմամբ ճանաչվել է Հայաստանի 2014 եւ 2015 թվականների լավագույն մարզիկ։ Նույն թվականին Տաշկենտում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։ 2015 թվականի ապրիլի 25-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած Դան եւ Նիկոլա Պետրով ամենամյա միջազգային մրցաշարի 98 կիլոգրամ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ։ Գրեթե 4 ամիս անց, օգոստոսի 8-ին ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն։ 2016 թվականի օգոստոսի 17-ին Ռիոյի ամառային օլիմպիական խաղերում հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, նվաճելով անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը։ Բելգրադում ընթացող 2022 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 2023 թվականին Խորվաթիայում դարձել է Եվրոպայի 6-ակի չեմպիոն, 97 կիլոգրամ քաշային կարգում հաղթել է բուլղարացի Կիրիլ Միլովին։ 2023 թվականին Բելգրադում հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության
նվաճել է արծաթե մեդալը և 2024 թվականի օլիմպիական խաղերի ուղեգիր։ 24 թվականին Բուղարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում Արթուրը եզրափակիչ գոտեմարտում 6-3 հաշվով հաղթելով ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևին հանդես էր գալիս որպես անհատ չեզոք մարզիկ, դարձել է աշխարհամասի 7-հակի չեմպիոն։ Star News-ն այսքանն էր առանձնացրել հայ ըմբշամարտիկ աշխարհի քառակի չեմպիոնի անցած ճանապարհից, իսկ մենք ներկայացնում ենք նաև մի քանի լուսանկար, որոնք Արթուր Ալեքսանյանը հրապարակել է իր սոցիալական էջերում։